1954 թվականին Մարիա Յակոբսոնը պարգևատրվում է նաև Լիբանանի կառավարության պատվո ոսկե շքանշանով։ Սալոնիկից վերադառնալուց հետո կյանքի վերջին տարիները Ալմա Յոհանսոնն ապրում է Ստոկհոլմում։ Պատմում են, որ նա մեկուսի կյանք էր վարում։ Երբեմն միայն այցելում էր հարազատներին ու հայկական ձեռագործ աշխատանքներ նվիրում նրանց երեխաներին։ Դրանցից մի քանիսը ես գտա Ստոկհոլմում, Ալմայի քրոջ թոռներից մեկի տանը։ Ալմայի անձնվեր ու դրամատիկ կյանքը ամփոփված է նրա գերեզմանակարի վրա դաջված 3 բառում՝ միսիոներ հայերի շրջանում։ Բյորնը լքում է Հայաստանը 1924 թվականին, երբ բոլշևիկները փակում են Ալեքսանդրոպոլի նրա որբանոցը, երեխաներին հանձնելով Ամերկոմի խանութին։ Խորհրդային Հայաստանից քրիստոնյա միսիոներուհի Բուդիլ Կատերինա Բյորնը փաստորեն ակսորվում է, սակայն մինչև թոշակի անցնելը և մեկ ընդմիշտ Նորվեգիա վերադառնալը նա շարունակում է աշխատել Սիրիայում, հայկական որբախնամ հաստատություններում։ Տասնամյակներ անց Օսլոյի տան ձեղնահարկում, որտեղ քույր Բուդիլն ապրել էր կյանքի վերջին 25 տարիները, Ռաֆայել Ֆրիդյոֆի որդի Յուսի Բյորնը գտնում է միսիոներ տատի ճամպրուկները։ Բացահայտվում են հայոց ցեղասպանության նոր վավերագրեր։
Հետվիկ Բյուլին չի հաջողվում անգամ մտնել խորհրդային Հայաստան։ 1940-ականների հայրենադարձության ժամանակ Բյուլ մայրիկը Հալեպից Հայաստան մեկնելու խնդրանք է ներկայացնում։ Գիտեր, որ Աստվածուրաց երկրում ապրելը շատ դժվար է լինելու, բայց զավակներից բաժանվել չէր կարող։ Բյուլին չեն մերժում, նույնիսկ առաջարկում են նստել երկրորդ նավը, ավելի հարմարավետ պայմաններով։ Բյուլը հրաժեշտ է տալիս բոլորին, ճանապարհում է առաջին նավն ու սպասում։ Պարզվում է, որ Հայաստան մեկնող երկրորդ նավ չկա։ Այդ ժամանակ բոլշևիկյան կարգեր էին հաստատվել նաև նրա ծննդավայր Էստոնիայում։ Նախկին անձնագիրն այլևս ուժ չուներ։ Բյուլը հավաքում է իր ունեցածը մի փոքրիկ ճամպրուկ ու լուռ մեկնում Գերմանիա։ Նա արդեն 64 տարեկան էր։ Ականատեսները պատմում են, որ 1970-ական թվականներին այստեղ Հայդելբերգի կայարանում շաբաթը 2 անգամ կարելի էր հանդիպել 90 անձի միսիոներով։ Պայուսակները սուրբ գիրք լցրած տարեց կինը սպասում էր Անկարա մեկնող գնացքին, որն ընդամենը 5 րոպե էր կանգառնում այստեղ։ Նա մտնում էր ուղեխցիկները եւ սուրբ գիրք բաժանում արտագնա աշխատող թուրք բանվորներին, հուսալով, որ թուրքերը խղճի խայտ կզգան։ Այդ միսիոներուհին Հետվիկ Բյուլն էր։ Հետվիկ Բյուլն այստեղ Վալդվիմերսբախի միսիոներական ծերանոցում է անցկացրել իր կյանքի վերջին տարիները։ Ծերանոցի անձնակազմը լավ էր ճանաչում բոլոր բնակիչներին, բայց որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ մահվան մահճում Հետվիկն սկսեց խոսել անհասկանալի լեզվով՝ հարազատ հայերենով։ Քույր Հետվիգը թաղվել է Վալդվիմերսբախ գյուղի գերեզմանոցում գտնվող միսիոներների համեստ գերեզմանատանը։ Ես երկար փնտրեցի նրա գերեզմանը, բայց այդպես էլ չգտա։ Երբ Հետվիկ Բյուլը վախճանվում է, նրա սեղանին գտնում են մի նոթատետր, որի մեջ ծայրից ծայր հասցեներ էին։ Այդ հասցեներով 44 տարբեր երկրներում ապրող հայ տարագիրներին պիտի տեղեկացնեին Բյուլ մայրիկի մահվան մասին։ Դա էր նրա վերջին խնդրանքը։ Ահա եւ փրկության քարտեզը։ Հեղինակները 5 կանայք են, եվրոպական երկրներից Օսմանյան Թուրքիա մեկնած 5 գթության քույրեր։ Սա անսովոր քարտեզ է, բայց ահա այն մեր առջև։ Իրական ինչպես ցեղասպանությունն իր անմարդկային դաժանությունը, ինչպես այս կանանց անհավասար պայքարը, ինչպես նրանց գրառումներից թափվող վիշտն ու խիզախությունը, ինչպես այն հազարավոր հայ մանուկները, որ ապրեցին նրանց շնորհիվ, պարզ մարդկային ապրումակցման շնորհիվ։ Ահա նրանք. Ալմա Յոհանսոն, Բուդիլ Բյորն, Մարիա Յակոբսոն, Աննա Հետվիկ Բյուլ, Քարեն Եփփե։ Շվեդ պոետ Գուննար Էգլյովն ասում է. լռությունն է, որ պետք է լսեք։ 1915 թվականի հայոց ցեղասպանությունը տևական ժամանակ լռության էր մատնված։
Երբեմն այն կոչում են մոռացված ցեղասպանություն։ Անշուշտ կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է գերիշխել լռության մշակույթը։ Մեր պատմության հերոսուհիները խախտում են այդ լռությունը։ Նրանք այդպես էլ չունեցան սեփական ընտանիք ու երեխաներ։ Նրանք մնացին հայերի մայրը։